Համայնքային ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողները Ապօյինի թմրաշրջանառության վերաբերյալ ստացած հերթական տեղեկությունն իրացրին մայիսի 6-ին։ Մայրաքաղաքի Կոմիտասի պողոտայում նրանք հայտնաբերեցին ու ձերբակալեցին 19-ամյա երկու երիտասարդի, մեկը Նորաչնի, մյուսը Երևանի բնակիչ։ Երկուսի խուզարկությամբ էլ հայտնաբերվեց զիպ փականով փաթեթներ, որոնք իրենց հերթին լցված էին կպչուն ժապավենի փաթեթներով։ Ձերբակալվածների մոտ եղած 21 փաթեթում մարիխուանայի նմանվող զանգված էր։ Հետագա միջոցառումներով պարզվեց, որ նրանք մարիխուանայով փաթեթները ձեռք են բերել տելեգրամյան մի կայքէջի օգտատիրոջից իրացնելու նպատակով։ Պարզվեց նաև, որ նրանք նախքան ձերբակալվելը Արաբկիր վարչական շրջանում տեղադրել են 2 փաթեթ, որի դիմաց պետք է գումար ստանային։ Տեղադրված փաթեթները հայտնաբերվել են։ Տարածքային քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Երիտասարդները տեղափոխվել են ձերբակալվածների պահման վայր։ Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են։ Կրկին հիշեցնում ենք, որ քրեաիրավական իմաստով թմրամիջոցով փաթեթներ տեղադրելը ևս իրացում է, որի համար նախատեսվում է բացառապես ազատազրկման ձևով պատիժ։ Ծանուցում ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունը ապացուցված չէ Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով, դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով։ Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի բաժնի ծառայողները օպերատիվ տեղեկություն էին ստացել, որ Մայրաքաղաքի Անդրանիկի փողոցի մի բնակիչ ձեռք է բերում, պահում եւ օգտագործում է թմրամիջոց։ Քրեական ոստիկանները Մուրացանի փողոցում 51-ամյա տղամարդուն հայտնաբերել, ձերբակալել եւ տեղափոխել են վարչություն։ Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել են մարիխուանա տեսակի թմրամիջոցի նմանվող 8 գրամից ավելի զանգված եւ գաղտնի փականով ծալովի դանակ։ Կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին։ Նախաձեռնվել է քրեական վարույթ։ Ձեռնարկված օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ թմրամիջոցն իրացրել է Երևանի բնակիչ 40-ամյա տղամարդը։ Քրեական վարույթի շրջանակում կատարված խուզարկությամբ նրա բնակարանում հայտնաբերվել են մարիխուանա, շոկո, կոկաին եւ մեթամֆետամին տեսակի թմրամիջոցների նմանվող ընդհանուր 34 գրամից ավելի զանգվածներ։ 40-ամյա տղամարդը կալանավորվել է։ Հանգամանքները պարզվում են։ Ծանուցում ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունը ապացուցված չէ Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով, դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով։ Խլացուցիչները վերասարքավորելով վարորդները բարձրացնում են մեքենաների ձայնը, դրանով իսկ խախտում հասարակական կարգն ու խաթարում քաղաքացիների անդորը։ Նման տրանսպորտային միջոցների հայտնաբերման ուղղությամբ ոստիկանության միջոցառումները մշտական են, իսկ արձագանքը խիստ եւ հետեւողական։ Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 123-րդ հոդվածի 2-րդ մասը վարչական պատասխանատվություն է նախատեսում առանց համապատասխան թույլտվության վերասարքավորված տրանսպորտային միջոց վարելու համար սահմանված նվազագույն աշխատավարձի 10 պատիկի չափով։ Նման տրանսպորտային միջոցներ հայտնաբերելու դեպքում բարեկային ծառայողներն իրականացնում են սահմանված ընթացակարգով վարչարարություն։ Ավելին, ոստիկանությունն ապրիլ ամսից արդեն իսկ որդեգրել է նոր նախադեպը չունեցող մոտեցում, գործընթացին ներգրավելով վարչարարության ելքով չշահագրգռված փորձագետների։ Մեքենան ուղեկցվում է պահպանվող հատուկ տարածք։ Այնուհետև գործի ներգրավում է փորձագետը ենթարկում է զննության տրանսպորտային միջոցները եւ հաստատում վերասարքավորված լինելու հանգամանքը։ Փորձագետների ներգրավումը իրավական տեսանկյունից ավելի անխոցելի է դարձնում ոստիկանության վարչարարությունը։ Բացի այդ, վարչական ակտը դառնում է առավել հիմնավոր եւ հասցեատերերի համար համոզիչ։ Արձանագրությունը կազմելուց անմիջապես հետո բարեկային ծառայության կողմից վերցվում է բնօրինակ հաշվառման վկայագիրը եւ վարորդին տրամադրվում է ժամանակավոր հաշվառման վկայագիր 10-օրյա ժամկետով։ Այնուհետև վարորդի կողմից 10-օրյա ժամկետում թերությունը վերացնելու պարագայում ներկայացում են համապատասխան ապացույցներ եւ վարորդին վերադարձում է բնօրինակ հաշվառման վկայագիրը։ Ապրիլ ամսին փորձագետի ներգրավմամբ զննության է ենթարկվել 5 տրանսպորտային միջոց, իսկ մայիս ամսվա ընդամենը մի քանի օրերի ընթացքում արդեն 8։ Հարգելի վարորդներ, մի վերասարքավորեք խլացուցիչները եւ պահպանեք երթևեկության կանոնները։ Հարգելի քաղաքացիներ, Road Police.am համակարգում էլեկտրոնային ծանուցումը ակտիվացնելու դեպքում տեսալուսանկարահանող սարքերով արձանագրված տուգանքի գումարը կարող եք վճարել 20%-ով պակաս։ Կարևոր է իմանալ, որ 20% բոնուսային բաղադրիչի կիրառման էլեկտրոնային ծանուցման եղանակը չի փոխարինում SMS ծանուցմանը։ Տեսալուսանկարահանող սարքերով արձանագրված խախտումներով, եթե օրինակ պետք է նշանակվեր 10,000 դրամ տուգանք, ապա ծանուցումն էլեկտրոնային եղանակով ստանալու դեպքում կկիրառվի բոնուսային նվազեցում եւ տուգանքի
տուգանքի չափը կկազմի 8000 դրամ։ Օգտվեք թվային լուծումներից եւ վճարեք 20%-ով պակաս։ Հարգելի քաղաքացիներ, բջջային էլեկտրոնային ստորագրությունը կարող եք ակտիվացնել էլեկտրոնային կրիչ ունեցող եւ առանց կրիչի նույնականացման քարտերով։ Ձեր նույնականացման քարտի PIN եւ PUK կոդերը եզակի են եւ կորցնելու դեպքում վերականգնել հնարավոր չէ։ Սակայն եթե կորցրել եք դրանք, քարտը վերաթողարկելու կարիք չկա։ Նույնականացման քարտով կարող եք մոտենալ բջջային օպերատորի գրասենյակ եւ հեշտությամբ ակտիվացնել էլեկտրոնային ստորագրությունը։ Կյանքն անգին է։ Ամրագոտին կյանքերը փրկում։ Ամրագոտին կյանքեր է փրկում։ Ամրակապրիր։ Ամրագոտին կյանք է փրկում։ Ամրագոտին կյանք է փրկում։ Ամրագոտին կյանք է փրկում։ Ամրագոտին Կյանք է փրկում։ Հրդեհները շրջակա միջավայրի կենսանվտանգությանը սպառնացող մարտահրավերներից են, որոնց առաջացման պատճառները գլխավորապես մարդկային անուշադրության արդյունք են։ Հաճախ մարդիկ չգիտակցելով բացասական հետևանքները, գյուղատնտեսական աշխատանքներին ընդառաջ այրում են խոզանն ու բուսական մնացորդները, նպաստելով հողի որակական հատկությունների կորստին, բուսական եւ կենդանական աշխարհի ոչնչացմանն ու մթնոլորտային օդի աղտոտմանը։ Խոզաների այրումը վատթարացնում է հողի օրգանական կազմը, նվազեցնում խոնավությունը, նպաստում է հողում եղած օգտակար նյութերի քայքայմանը, նվազեցնում է հողի բերիությունը, նպաստում է թոքերում քաղցկեղի առաջացմանը, առաջացնում է հազ, ցավ կրծքավանդակում եւ շնչառական խանգարումներ, ոչնչացնում է միջատներին, սողուններին, մանր կաթնասուններին, խոչընդոտում է սննդանյութերի ցիկլը, սնման շղթայի կապերը եւ բույսերի սերմերի տարածումը, ինչը կարող է հանգեցնել տեսակների անհետացման կամ դրանց պոպուլյացիաների նվազեցման, ազդում է էկոհամակարգի ինքնավերականգնման հատկության վրա։ Հարգելի քաղաքացիներ, զերծ մնացեք խոզանների այրում կատարելուց, պահպանելով շրջակա միջավայրի կենսաբազմազանությունը, իսկ նկատած հրդեհի կամ ծխի դեպքում զանգահարեք 911 հեռախոսահամարին։ Վարորդները պարտավոր են կապույտ գույնի առկայծող փարոսիկ եւ ձայնային ազդանշան միացրած շտապօգնության մեքենաների մոտենալու դեպքում զիջել ճանապարհը նրանց անխոճոդոտ անցումն ապահովելու նպատակով։ Ճանապարհը չզիջելը առաջացնում է տուգանքի նշանակում նվազագույն աշխատավարձի 20-ապատիկի չափով 20,000 դրամ։ Իսկ զիջելու ընթացքում որևէ իրավախախտում կատարելը այլ հնարավորության բացակայության պայմաններում վարչական պատասխանատվություն չի նախատեսում։ Զիջիր ճանապարհը, րոպեն կարող է կյանք արժենալ։